համաձայնությունը ձեռք։ Կառավարության նիստից հետո ավանդական ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր խոսքում սպառնալիք չկար գործարար Սամվել Կարապետյանին իր անդրադառնալով։ Նրա խոսքով Կարապետյանը պարտավորություններ ունի որոշ շրջանակների առաջ։ Եթե զգացել եք իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ես չեմ ասում, ես խոստանում եմ կամ ես ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա, ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է եւ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Չեմ կարող ասել։ Թող ինքը ասի։ Ամեն դեպս ես ուրիշների խոստումները հանրության ներկայացնող սուբյեկտը չեմ։ Դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն, ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա մեզ հետ կապ չունի։ Մենք մեր process-ները թափանցիկ կերպով, որը էլի այս կոնտեքստի հետ կապ չունի, դուք գիտեք նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պատմությունը, որը հիմա ըստ էության պետականացված է դե ֆակտո եւ դե յուրեն էլ տեղի կունենա, բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, ես դրա մասին տասնյակ անգամ խոսել ենք եւ տասնյակ անգամներով աշխատանքային կարգով մենք զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվել։ Այս գործադիրի հետ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կուլիսային հանդիպում չի եղել։ Նախ իմ ու Ռուսաստանի նախագահի միջև կուլիսային հանդիպում չի տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, եւ մենք ինչպես միշտ ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար, եւ ես ինչպես ասել եմ, այցը շատ հաջող եմ գնահատում։ Մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին։ Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Առնվազն ինչ որ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով լսել եք, այսինքն զրո նորություն։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ էլի հղում անելով նախկինում իմ առած հայտարարություններին, ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ես այդ process-ը գնահատում եմ դրական եւ մենք մեր սկզբունքը շարունակապար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Հայաստանը Ռուսաստանի դեմ կամ նրա թիկունքում քայլեր չի անում, նշել է Փաշինյանը, պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանում գտնվող Ղազախստանի արտգործնախարարի այցի ժամանակ քննարկվելու է երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը։ Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը, իսկ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ, ինչ կարող է նրանց հետաքրքրել։ Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է,
մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով եւ Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաեւ իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար եւ այս թեմայով Ղազախստանը միակ երկիրը չի ակնհայտորեն որ հետաքրքրված է բազմաթիվ երկրներ հետաքրքրված են եւ մենք այսինքն հրապարակային process է գնում եւ մենք չենք պատրաստվում բնականաբար թաքցնել մեր գործընկերներից եւ բնականաբար մենք այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիները օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար։ Փաշինյանը պատասխանեց նաև հարցին, թե վարչապետ չդառնալու դեպքում որտեղ է հայտնվելու։ Գիտեք, ես իմ կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել եմ։ Այնպես որ ինձ ոչ մի բանով չեք զարմացնի։ Ես գործազուրկել եմ եղել, բանտումել եմ եղել։ Հայաստանի Հանրապետությունում չգիտեմ քանի քրեակատավական հիմնարկ կա, որ հիմա ուզենամ հաշվեմ, բայց ես ոնց որ թե առնվազն 4-5 քրեակատավական հիմնարկում եղել եմ։ Այսինքն նկատի ունեմ կյանքում տենց իրավիճակներ շատ քիչ կան, որում ես չեմ եղել, այնպես որ որևէ մեկը ինձ դրանով, այդ խոսույթներով չի զարմացնի։ Այստեղ առանձնահատկությունն է նա, որ ես մի բանի մասին խոսելիս գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Իսկ բազմաթիվ մարդիկ այդ նույն բանի մասին խոսելիս չգիտեն ինչի մասին են խոսում, որովհետև իրանք այդ բաները տեսել են կինոյում, գրքում չեն տեսել, որովհետև գիրք չեն կարդացել եւ պատմել են իրանց։ Իսկ ես ինչի մասին խոսում եմ, գիտեմ ինչի մասին եմ խոսում։ Արդարադատության մասին, գիտեք, արդարադատության ոլորտում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, այնպես չի, որ մենք երջանիկ ենք Հայաստանում արդարադատության վիճակով, բայց դա չի նշանակում, որ ես ձեր նշած դեպքերը գնահատում եմ կամ պիտի գնահատեմ նույն կերպ, ինչպես դուք եք գնահատում, յուրաքանչյուրը ազատ է անել եւ ունենալ իր գնահատականը, արդարադատության համակարգն էլ պետք է գործի իր ավասության շրջանակներում։ Հաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Ծաղկազարդի գործով մեղադրյալ 18-ամյա Դավիթի կալանավորման եւ նրա տեսացությունները ամբողջությամբ փակելու մասին քննիչի միջնորդությունը բավարարող դատական ակտի դեմ բողոք է ներկայացրել նաեւ հսկող դատախազը։ Մելիքյանի խոսքով սա ոչ թե Դավիթի օգտին, ոչ էլ ի վնաս է, եւ նա դեռ պատրաստվում է ուշադիր կարդալ բողոքը, հասկանալու թե ինչ պահանջներ են ներկայացնում Սուրբ Պատարագին մասնակցելու համար եկեղեցի այցելած եւ այնտեղ շարի մեջ հայտնված տղայից։ ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը։ Անահիտ Մինասյանը սակայն չի հստակեցրել, թե ում է արել այդ առաջարկը, իսկ մինչ այդ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ եւ հանրային դեմքեր Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում են ազատ արձակել դպրոցական Դավիթին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց։ Շնորհակալ եմ, ոնց եւ նշվել էր մեր հարթակներում այսօր խաղաղ ակցիա են կազմակերպել ի աջակցություն դպրոցական Դավիթի, որը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, զրկված երկրթություն ստանալու իրավունքից եւ մենք սրտացավ քաղաքացիներով այստեղ են գտնվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնենք մեր խնդրանք պահանջը։ Ազատ արձակել Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել համաչափ ինչ-որ պատժամիջոց, պայմանական ասենք տնային կալանք, եւ այո, պահանջում եւ խնդրում ենք, որպեսզի Տիկին Վարդապետյանը իջնի ներքև եւ զրուցի մեզ հետ եւ լսի մեզ։ Այո, տեղում է, մենք ոստիկանների միջոցով փոխանցեցինք մեր խնդրանքը, այս պահի դրությամբ մեզ հայտնեցին, որ կարող են մեզ երկու մարդ ուղեկցել ներս, որպեսզի գրավոր նամակը հանձնենք, ինչ որ բաժնի պետի, անկեղծ չեմ հիշում, բայց դա մեզ համար բավարար չի,
մենք ոչ թե ցանկություն ունենք ուղակի մտնենք շենքի ներս, այլ մենք ցանկություն ունենք հանդիպելու Տիկին Վարդապետյանի հետ։ Մենք ի սկզբանե մտանք, ասեցինք, որ չենք եկել հանդիպելու բաժնի պետի եւ այլ մարդկանց հետ, մեր պահանջը միայն հանդիպել դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ձեզ ուղղակի կհանձնենք թղթերը, ոչ մի խնդիր, բայց մենք պահանջում ենք, որ գա, հրաժարվումը, այո, հրաժարվումը չի իջնում եւ չպիտի։ Okay, ֆիքսենք, հարգելի լրագրողներ, ոչ, չընդունեց մեզ հասարակ մահկանացուներից, չընդունեց, գուցե կոստյումով չէինք դրա համար։ Պատասխանատվությունը, որը որ այսօր մնում է այն մարդկանց, ես տենց եմ կարծում, արձանագրենք, որ Դավիթ Մինասյան, 12-րդ դասարանի աշակերտը, որը կանգնած էր եկեղեցու բակում, իր երկու ոտքերի վրա, նորմալ կանգնած աղոթք էր անում, իր աղոթագիրքը ձեռքը, պատարակի էր մասնակցում, ինքը հիվանդանոցում պարկած չէր, ֆիքսում ենք այս պահը, իրա եղունգները սևացած չէին, ֆիքսում ենք այս պահը եւ այսպես կիսաուշագնաց վիճակում հիվանդանոցում չէր։ Ու այն ամենը, ինչ որ այսօր կատարվում է, վաղը կատարվելու է, այս բոլոր մարդկանց այո, խղճին է։ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի գործընկեր Երմեք Կոշերբաևին, Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով։ Հանդիպումները շարունակվել են այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի ունեցել Միրզոյանի եւ Կոշերբաևի առանձնազրույցը։ Իրանական պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար հայտնում է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոհամմադը։ Պատվիրակությունը, որը ժամանում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով, բանակցելու է Իրանի առաջարկած 10 կետերի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր երկշաբթյա փոխադարձ հրադադարի մասին եւ Իսլամաբադում ապրիլի 9-ը եւ 10-ը ոչ աշխատանքային են հայտարարվել բանակցությունների կապակցությամբ։ And we will achieve them. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի հանդարտվում եւ շարունակվում են հարվածները Լիբանանին Հեզբոլլահին ոչնչացնելու համար։ Երեկոյան իսրայելական բանակը հարձակվել է հարավային Լիբանանի մի քանի թիրախների վրա հազարավոր զենքերի, հրթիռների եւ արձակման սարքերի տեղափոխման համար օգտագործվող անցակետերի, նաեւ Հեզբոլլահի զենքի պահեստների, արձակման սարքերի եւ շտաբների վրա։ Բակի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից Լիբանանի տարածքին հասցված հարվածները, որոնք խոցել են խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նա զգուշացրել է, որ ռազմական գործողությունները սպառնալիք են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարին եւ կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ընտրի խաղաղության եւ պատերազմի միջև մերձավոր արևելքում, քանի որ դրանք փոխբացառող են։ Նա ընդգծել է, որ հրադադարի ընդունման եւ Լիբանանի վրա հարձակման միաժամանակյա իրականացումը անհնարին է եւ տեղեկացրել, որ Վաշինգտոն ուղարկվել է համապատասխան վճռական ուղերձ։